Բարև օրես Մոսկվայում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպումը շարունակում է մնալ հանրային քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում, պատճառը թերևս այն է, որ այս հանդիպումը էականորեն տարբերվում էր նախորդ նմանատիպ բարձր մակարդակի հանդիպումներից, թե ձևով եւ թե բովանդակությամբ։ Նկատելի էր, որ Ռուսաստանը սկսել է Հայաստանի հետ խոսել ավելի բաց եւ հրապարակային ձևով այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են Հայաստանին եւ որոնք մտահոգում եւ հուզում են Մոսկվային, այդ թվում եւ տնտեսություն եւ հաղորդակցության ուղիներ ընդհուպ մինչեւ Հայաստանում կայանալիք համապետական խորհրդարանական ընտրություններ։ Իսկ Հայաստանը արձագանքում է ինքնիշխան սուվերեն պետության դիրքերից։ Այս թեմայի երկարակեցությանը, ասենք այսպես, նպաստեցին նաև ԶԼՄ-ների անդրադարձները եւ Մոսկվայից հնչող կարծես հայտարարությունների շքերթը, հայտարարություններով հանդես եկան եւ Օվերչուկը, եւ Լավրով, Զախարովա, Պեսկով եւ այլն։ Միաժամանակ ակտիվանում են նաև տարածաշրջանային մյուս խաղացողները, Ալիևը մեկնում է Վրաստան, այստեղ հանդիպում է ունենում եւ երկրի վարչապետի եւ կառավարող կուսակցության եւ ըստ էության երկրի փաստացի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հետ, իսկ մեր ամիջական հարևանությամբ Միացյալ Նահանգներ Իրան հակամարտությունը հասնում է մի նոր վտանգավոր կետի։ Այս հարցերի շուրջ ենք զրուցելու առաջիկա 30 րոպեների ընթացքում, սա ազատ զրույց է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն է, բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Համաձայն եք այն դիտարկման հետ, որ այս թեման, հանդիպման թեման ավելի երկարակյաց դարձավ նշվածս պայմաններով, եթե այո, ձեր կարծիքով ինչու։ Արդյոք բովանդակային առումով ինչ-որ նոր բան լսեցինք, թե հին հարցերի հրապարակայնացում էր սա։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Գիտեք, ես այս հանդիպումից հետո Փաշինյան-Պուտին հասկացա, որ այո, մենք գիտենք, որ տարաձայնություններ կան, տարբեր մոտեցումներ, տարբեր հարցերի հետ կապված, բայց ես ուզում եի ճիշտ հասկանալ, ինչու Պուտինյան Ռուսաստանը այդքան մեր դեմ է, երբ որ այս 3 հարավկովկասյան երկրներից լոյալ են Ռուսաստանի նկատմամբ մենակ հայերը, եկեք իրար չխաբենք, էլի, Վրաստանում ընդգծված կոշտ Ռուսաստանի դեմ տրամադրությունները հանրային շրջանակներում ոչ իշխանական եւ հանրային եւ իշխանական ոչ իշխանությունները Վրաստանի այդքան էլ լավ չեն Ռուսաստանի նկատմամբ ինչքան մենք մտածում ենք նույն Ադրբեջանում եւ հանրությունը եւ իշխանությունները կոշտ դեմ են միայն Հայաստանն է, որ ստեղ ավելի լոյալ է։ Այո, քննադատում են, նաև մեր իշխանությունները ունեն ասելիք, բայց լոյալ է։ Ինչի հետ է կապված։ Ու ես կարծում եմ, դա կապված է դրա հետ, որ Պուտինը ուզում է կազմալուծել մեր պետականությունը։ Ինչ որ պլաններ ունի, ինչ որ լավություն անել տարբեր երկրներին ու մեր տարածքների շնորհիվ։ Դա ձևավորում է այդ կարծիքը ու ուժեղանում է ինձ մոտ, քանի որ ոչ մի տրամաբանություն չկար հայաթափել Ղարաբաղը, ոչ մի տրամաբանություն չկար, քանի որ Ղարաբաղի հայերը էլ ավելի Ռուսաստանի նկատմամբ լոյալ են, այդ մեծ գաղտնիք չի, պրոռուսական են ու բացասում են եւ ղեկավարները, եւ նախկին, եւ վերջի ղեկավարները։ Ինչ եմ ուզում ասել, ակնհայտ է, որ ստեղ կարևորագույն հարց կա, այդ կարևորագույն հարցը, որ Ռուսաստանը մեր սուվերենության դեմ է, մեր պետականության դեմ է, ու ավտոմատ ճյուղավորվում են այդ պրոբլեմները, ինչ են ասում Պեսկովը, դուք շատ լավ նշեցիք ձեր խոսքի մեջ, որ շատ էին հայտարարությունները, միջև հանդիպումից հետո, բայց կարևորագույնը նա է, որ Պուտինը ինչ է ասում, կներեք, Պեսկովը, Դմիտրի Պեսկովը կարևորագույն դեմք Պուտինի թիմում, ես կասեի նույնիսկ կարող է երկրորդ, երրորդը։ Ինքը ինչ է ասում։ Մենք մեզ իրավունք ենք վերապահում, հա, տակ նկատի ունենք։ Առաջինը միջամտել Հայաստանի ներքին գործերի մեջ ու երկրորդը ինքը ասում է զգուշացնում ենք, որ այլևս հղում չանեք Պուտինի ասածի Ղարաբաղի հետ կապված։ Դա հետաքրքիր է, ինչու չեն ուզում, այդտեղ ինչ վտանգավոր բան կա, որ Հայաստանը, ասենք, հանրային քննարկումներում, քաղաքական քննարկումներում հղում է արվում Ռուսաստանի դերակատարությանը։ Այդ
պահած բան է, որ Ռուսաստանը տեղակայված։ Այո, դա պարզվում է շատ խոցելի տեղ է Ռուսաստանի համար որպես վստահելի կամ անվստահելի ռազմավարական պարտներ։ Հենց Հայաստանը մենք բարձրացնում ենք հարց, որ դուք ձեր պարտավորությունները եւ Հայաստանի արչեւ եւ խաղապաները Արցախայության արչեւ չեք կատարել, դա չեք պատկերացնում ոնց է քանդում իմիջը Ռուսաստանի։ Հենց հիմա ամբողջ աշխարհում հոդվածները ես կարդում եմ, նայում եմ, ասում են հայերին հանձնեցին, հետո սիրիացիներին Ասադին հանձնեցին, հետո Մադուրոին հանձնեցին Վենեսուելայում, հիմա էլ հանձնում են Իրանը։ Նավթի հետ կապված փոխանակեցին ու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Իրանի դեմ քվեարկեցին։ Դա իմիջային մեծ կորուստ է Ռուսաստանի համար, բոլորը հիմա հասկանում են սրանց հետ գործ ունենալ պետք չի։ Դա է պատճառը, որ Բարիս Պուդիմաստով ինքը հանձնարարական տվեց Դմիտրի Պեսկովը, այլ այդ հարցը չբարձրացնենք, ի պատիվ մեր իշխանությունների պաշտպանեցին մեր սուվերենությունը եւ Մոսկվայում այդ հանդիպումից հետո Փաշինյան-Պուտին եւ հանդիպումից հետո հիշում եք, երբ որ պարոն Ալեն Սիմոնյանը մեր ազգային ժողովի նախագահն ասեց, եթե դուք ձեր քայլերը անեք, նաև բարձրացնեք գները, գազը, մյուսը, մենք էլ մեր քայլերը կանենք, օրինակ հապկից դուրս կգանք, օրինակ ԵԱՏՄ-ից միաժամանակ դուրս կգանք։ Այսինքն գտնում եք, որ Մոսկվայում հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետի արձագանքը իսկապես սուվերեն երկրի ղեկավարի արձագանք էր, մոտավորապես այսպես։ Միանշանակ։ Հայաստանի այսօրվա իշխանությունները պայքարում են մեր սուվերենության համար ու նաև շատ ճիշտ են ասում, անընդհատ կրկնում են, մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ աշխատել, բայց Ռուսաստանը շատերը չեն հասկանում Հայաստանում, Հայաստանի ներսում, նույնիսկ ամենաազնիվ մարդիկ, որ Ռուսաստանը աշխատանքը Հայաստանի հետ դիտում է որպես Հայաստանը պետք է հանձնի իր սուվերենացիան իրավունքները։ Շատերը չեն հասկանում, ինչու է կայանում այդ, ասենք Ռուսաստանը այս խի անում է։ Քանի որ Ռուսաստանը չի դիտում մեզ որպես անկախ։ Ռուսաստանում իրոք ատելության մակարդակի հասնում է այն փաստը, որ մենք բարձրացնում ենք խնդիրները։ Երբ որ Ալիևը բարձրացնում է խնդիրները, ինքը ասում են նորմալ է դա։ Երբ որ Վրաստանը խնդիրները բարձրացնում են, իրանք արձագանքում են, չեն համաձայն չեն Վրաստանի դիրքորոշման հետ, Աբխազիա, Հարավային Օսիան ասում են ոչ, այդ հարցը լուծված է, Էրմիկ բարձրացնի, բայց հարգանքով են ասում։ Որտեղից է դա գալիս, քանի որ նախկինները, այս նախկինները, որ ուզում են հիմա վերընտրվել, այդ նախկինները սովորացրեցին Ռուսաստանին, որ ձայնազուրկ է այս ժողովուրդը, իբր, ձայնազուրկ է այդ երկիրը։ Հիմա գործող իշխանությունները պատասխանում են, կորեկտ, ասեմ ձեզ շատ կորեկտ պատասխանում են, ասում են մենք պատրաստ ենք ու շարունակել աշխատել Ռուսաստանին, վնաս չենք հասցնի, տեսեք, եւ Փաշինյանը ասեց Մոսկվայում, Ալեն Սիմոնյանը Երևանում վնաս չենք հասցնի, մտքով էլ չկա, բայց Ռուսաստանը, կարծես թե տրամաբանական է, որ Ռուսաստանը ասի շատ լավ աշխատենք, ոչ, իրենց նպատակը կազմաքանդել մեր պետականությունը, մեր տարածքներով ինչ որ լավություն անել հարևաններին, այլ երկրներին ու իրենց ստրատեգիան առաջ տանել։ Հենց այդ համատեքստում, իհարկե Ռուսաստանը, չգիտեմ, պետական կառույցներով, ուղեղային կենտրոններով, փորձագիտական շրջանակներով շատ ավելի լավ գիտեն իրենց պետական ազգային շահը որն է, քան թե մենք, բայց այդուամենայնիվ դուք ասում եք իր շահն է կամ ցանկանում է կազմալուծել Հայաստանի պետականությունը։ Ինչու պիտի դա համապատասխանի իր շահերին, քանի որ եթե Հայաստանը ունենում է ինքը ոչ թե կազմալուծված չգոյություն, այլ ունենում է Հայաստան, որը ենթարկվում է կոպիտ ասած կամ իր ազդեցությունը մեծ է, դա իր համար ավելի շահեկան չէ տարածաշրջանում մնալու, լինելու մյուսների վրա էլ, ասենք Ադրբեջան դել որոշակի հարաբերություններում դա օգտագործելու, քան թե կազմալուծելը։ Շնորհակալություն։ Ուրեմն շատերի մոտ նույնականացում է Ռուսաստանի որպես պետություն շահը Պուտինի շահի հետ։ Ոչ, Պուտինի շահը չի համընկնում Ռուսաստանի շահի հետ։ Ստեղա անջատումը այս ռեալություններից։ Դες Պուտինը դա բոլշևիկների հետևորդն է։ Ոնց բոլշևիկները կիսեցին Հայաստանը, բոլորս պատմությունը գիտենք, հիշում եք 1918-20 թվականների, Պուտինը դրա հետևորդն է, ինքը շարունակում է այդ քաղաքականությունը, ինքը բոլշևիկ է։ Հիմա մենք կարող ենք համաձայնել, չհամաձայնել, բայց ով ասեց, որ դա համընկնում է Ռուսաստանի շահերի հետ Կովկասում։ Չի համընկնում, քանի որ հակառակը հենց լոյալ ժողովուրդը
հայերն են, Հայաստանն է։ Ու իդեպ ասեմ շատ կարևոր մի դիտարկում։ Ես միշտ ասում եմ, հայ ժողովուրդը հարգանքով է ռուսաստանցիների նկատմամբ, հարգանքով է ռուս ժողովրդի նկատմամբ։ Ռուս ժողովրդի, ռուս մշակույթի, ու այդ շատ կարևոր է։ Ուժը հայ ժողովրդի հենց դրանում է։ Մենք շատ լավ ենք, Ռուսաստանից տուրիստներ գալիս են, Ռուսաստանից մարդիկ ապրում են, մենք ընդունում ենք, ողջունում ենք, ու դա ճիշտ քաղաքականություն է։ Բայց Պուտինի քաղաքականության նկատմամբ մենք ունենք դիտողություն ու մեր հասարակությունը դժգոհ է։ Դա էլ մեր ուժեղ կողմի մասին է խոսում։ Դուք Պեսկովի հայտարարություններից մեկին անդրադարձաք, իսկ մյուսների մասով ինչ որ դիտարկումներ ունեք Օվերչուկի մասին։ Օրինակ վերջի Օվերչուկի ասածը, որ շատ բանային ասել, բայց վերջի ասածներից մեկը հենց ոչ միայն ամսի ապրիլի 2-ի գիշերը, նաև մի քիչ ավելի ուշ ամսի 5-ի, երբ որ Պեսկովը խոսեց, ինքը ասեց, մենք չենք պլանավորում կոնցեսիայից հրաժարվել։ Ինչը նշանակում երկաթգծերի կոնցեսիայից հրաժարվել։ Ավտոմատ դա նշանակում է, որ մենք չենք կարողանալու իրականացնել ապաշրջափակման ծրագրերը։ То есть Ռուսաստանը համաձայն չի հանձնել ուրիշին, ում հետ մենք կաշխատենք։ Ու նույնիսկ եթե այդ կարճ հատվածները Երասխում եւ Տավուշում եթե վերականգնեցնի Ռուսաստանը, այդ աշխատանքը մոտավորապես 10-15 կիլոմետրի մասին է խոսքը երկար գծերի, եթե նույնիսկ վերականգնի, դա չի աշխատի, քանի որ աշխարհը չի աշխատի Ռուսաստանի երկաթ գծերի հետ։ Դες Ռուսաստանը պատասխան տվեց հայոց պետականությանը, ոչ միայն մեր կառավարությանը։ Ռուսաստանը ասեց, մենք դեմ ենք, որ դուք շրջափակումից դուրս գաք, նաև այդում երկաթգծային ապաշրջափակում։ Այսինքն ստեղծվում է մի իրավիճակ, երբ մեզ համար չափազանց կարևոր են հաղորդակցության ուղիները եւ ոչ միայն մեզ համար, իսկ Ռուսաստանը հրաժարվելով կոնսենսիոն կառավարությունից, կառավարման հարցից մեծ խնդիրներ է առաջացնում։ Նրանք ասում են չենք հրաժարվի այդ կոնսենսիոն կառավարման իրավունքից, Հայաստանն ասում է մենք չենք միակողմանի լուծարի պայմանագիրը կշարունակենք աշխատել։ Սրա վերջը ո՞րն է, սրա լուծումը ո՞րն է։ Ես կմեկնաբանեի այլ ձևով վարչապետի ասածի։ Վարչապետը ասեց, մենք չենք ուզում միակողմանի լուծարել այդ պայմանագիրը, մենք չենք ուզում ինքը ասեց, բայց պարզ է, եթե կյանքը ստիպի, Հայաստանը միակողմանի դուրս կգա այդ պայմանագրից ու Ռուսաստանը այդ կոնցեսիան կկորցնի։ Այո, կան ստեղ հնարավոր հետևանքներ, իրանք կարող են միջազգային արբիտրաժ դիմել եւ այլ, բայց այո, եթե մենք ուզում ենք մեր սուվերենությունը պաշտպանել, անպայման պետք է միակողմանի ի վերջո դուրս գանք այդ պայմանագրից, բայց ես այդտեղ նորից հասկանում եք, մեր ժողովուրդը պետք է հասկանա շատ կարևոր բան։ Այն մարդիկ, ովքեր ուզում են հիմա վերը ընտրվել, այս վիճակի մեջ հայ ժողովրդին մցրեցին այդ նախկինները։ Այդ պայմանագիրը 2008 թվին են կնքված։ Դուք գիտեք, սովորաբար ինչ է ընդունված։ Ասենք 10 տարով պայմանագիր կնքում են, նայում են, այս երկիրը, որը մեր երկաթգիծը վերցրեց, ներդրում կանի, թե ոչ։ Իրանք տվեցին 30 տարով ու հնարավորություն էլի 10 տարով երկարաձգել։ Հակապետական քաղաքականություն էին վարում, ու ես ապշած եմ, որ մեկ-մեկ լսում են մարդկանց, շատ լավ, նորմալ, մոռանում են այդ բանը, ասում են, դե իրանք իրավունք ունեն, չգիտեմ, պայքարել, ոնց կարող են այդ մարդիկ վերադառնալ իշխանության կամ վերադառնալ ազգային ժողով, ֆրակցիա ունենալ, եթե մեր աչքի առաջ է զարգանում այդ process-ը, իրանց ականները դրված հիմա պայթում են։ Ու մեր պետականությունը այս ծանրագույն վիճակում պետք է տակից դուրս գա ու այսօրվա իշխանությունը ու մեր հասարակությունը։ Օվերչուկը խոսեց ոչ միայն երկաթուղային հաղորդակցության, այլև օդային հաղորդակցության մասին եւ մոտավորապես ասածն այն էր, որ եթե Հայաստանը անդամագրվի Եվրամիությանը, ապա օդային հաղորդակցություն չի լինի այնպես, ինչպես չկա Եվրամիության անդամ երկրների հետ։ Սա ինչի մասին է։ Ինչ է ուզում ասել այն դեպքում, երբ որ բոլորին ակնհայտ է, որ Եվրամիության անդամակցելը օրերի, ամիսների հարց չէ, դա երկար տարիներ, գիտենք քանի պետություն ինչքան երկար տարիներ են սպասում։ Սրանով ինչ ուղերձ է հղում
1. Այդ ուղերձը ուղղված է ավելի շատ իշխանություններին, թե Հայաստանի հասարակությանը 2. Եվ կարող է, որ այդ ուղերձը ուղղված է նաև Եվրամիությանը։ Փոքր դադարից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ։ Մենք խոսում ենք Փաշինյան-Պուտին վերջին հանդիպման համատեքստում հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի մասին ըստ էության։ Եվ հասանք քննարկում էինք հայտարարությունները, հասանք Օվերչուկի հայտարարության օդային հաղորդակցության մասին։ Ինչ դիտարկումներ ունեք, ինչ ուղերձեր եւ ում ականջների համար, ասենք այսպես։ Գիտեք, տարբեր ուղերձները ուղղված են տարբեր սուբյեկտներին։ Ուղերձ կապված կոնցեսիայի հետ պարզ է, ուղղված է Հայաստանի կառավարությանը, ասում են չզբաղվեք այդ հարցով, մենք կոնցեսիայից չենք հրաժարվի, ու այդ կոնցեսիոն պրոբլեմի հետ կապված երկար գիծը, Հայաստանի երկար գծերի հետ կապված կոնցեսիա Ռուսաստանի, նաև այդ մեսիջը ուղղված է Միացյալ Նահանգներին, Եվրոպային, հույսեր մի փայփայի։ Մենք ենք ստեղ իշխում, երկար գիծը չենք տա, ուրեմն ապա շրջափակում չլինի առանց մեզ։ Թրիփ չլինի, այդ Թրամփի ծրագիրը չենք կարող իրականացնել։ Այդ ուղղված է մեր կառավարությանը եւ Միացյալ Նահանգներին, Դոնալդ Թրամփին եւ եվրոպացիներին։ Բայց սա, որ օդային հաղորդակցություն։ Այո, որ օդը կոպիտ ասած օդով մենք կապ չենք ունենա, չվերթներ չեն լինի, ավիաչվերթներ, դա ուղղված է հայերին, ովքեր Ռուսաստանում են ապրում ու մեր հասարակությանը ընտրություններից առաջ։ Դες ասում են, այ եթե դուք նորից ընտրեք Նիկոլ Փաշինյանին, քաղ պայմանագրի, իմացեք, որ ի վերջո կփակվի օդային կապը, որ մարդիկ ասեն, ոնց բարեկամն սա ապրում Ռուսաստանում։ Հիշեցնում եմ, որ այնտեղ Ռուսաստանից ասեն, ոնց մենք Հայաստանի քաղաքացի ենք, գնում, գալիս ենք, աշխատում ենք, ինչ անենք։ Դա դրան է ուղղված, ես չեմ կարծում, որ դա մեծ ազդեցություն կունենա, քանի որ մեր ժողովուրդը ինտելեկտուալ ժողովուրդ է։ Այդ ստերը, որ տարածում են հիմա պաշտոնյաները Ռուսաստանի, նայեք տարբերությունը մեծ է, երբ որ, չգիտեմ, Պետդումայի падգամավորը, որը Պուտինի տակ է, բայց երբ որ ինքը խոսում է, կամ ինչ որ փորձագետ, նորից Պուտինի տակ, կագեբեշնիկ խոսում է, գալիս է Հայաստան, ինչ որ հեքիաթներ է պատմում, բայց մեծ տարբերությունը այս վերջի մի շաբաթը միայն Ռուսաստանի ղեկավարներն են խոսում։ Պուտինը, Լավրովը, Մարիա Զախարովան, Օվերչուկը, Գալուզինը, Պեսկովը ու առաջի դեմքերից իր թիմից Պուտինի։ Դա այդ ինչ ճնշում է։ Ուրեմն ուզում են ազդել մեր հասարակության վրա, բայց մի բան բաց են թողնում։ Հայ ժողովուրդը իրոք խելոք ժողովուրդ է։ Տարակարծություն մեր հասարակությունում կա։ Նույնիսկ մեկ ես տեսնում եմ ամենախելոք մարդը կարող է կողմ լինի պրոռուսական ուժերի, բայց հավաքական մեր ժողովուրդը շատ գրագետ, շատ խելոք ժողովուրդ է ու քաղաքականությունից լավ էր հասկանում է։ Ինտուիտիվ բոլորը հասկանում են, որ այս ինչ խաղ է։ Այս ինչ խաղ է, այս ինչ անհեթեթ սպառնալիք է, որ ավիա կապ չի լինի Ռուսաստան, անհեթեթ սպառնալիք։ Դա ուղղված է ուղղակի սիտուացիոն, այս նախընտրական փուլում վախացնել մեր հասարակությունը ու ես կարծում եմ մեր ժողովուրդը կհասկանա ինչ է ինչոց է, իմ կարծիքը դա է։ Այդ հանդիպման ժամանակ եւ հանդիպումից հետո հնչած հայտարարությունների մեջ նախկինում ասում էին կարմիր գծի պես անցնում է նաեւ Հայաստանում կայանալիք ընտրությունների թեման։ Այս մասով ինչ դիտարկումներ ունեք։ Նախ Պուտինը անդրադարձավ ընտրություններին, ռուսամետ կուսակցությունների մասնակցությանը, նրանց ակտիվ քաղաքական աշխատանքին, հետո Պեսկովն է ասում, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում Հայաստանի հետ քննարկել Հայաստանում կայանալիք ընտրությունները։ Սա ինչ է նշանակում։ Ну, գիտեք, երբ որ ինքը ասեց Բերթում նստած են, չէ, ինքը ասեց Միստախ լիշենիա свободы, բան, Պուտինը ասեց ու ինչքան հասկացա, ասեց շատ են, էլի, ովքեր նստած են, ես ճիշտ շատերին Ռուսաստանի քաղաքացի, ովքեր ուզում են մասնակցել մեր ընտրությունների, Պուտինը ասեց, որ դուք անկախ պետություն չեք, մեկ ենք որոշողը, ով է մասնակցելու։ Ու ինձ համար մեկ է, ինքը Ռուսաստանի քաղաքացի է, Հայաստանի, չգիտեմ, այլ քաղաքացի է, մենք ուզում ենք, որ իրանք մասնակցեն, դուք պետք է թողնեք։ Ու պատասխան ստացավ, որ դա հակասում է մեր սահմանադրությանը,
ուրեմն չեն կարող մասնակցել, ուրեմն ոչ մի ստեղ քաղաքական հետապնդում էզևի հարցեր չկան, վրիպեց ուշադրությունից մեր հասարակությանը այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը տեղը դրեց, ինքը ասում է, մենք ժողովրդավար երկիր ենք, մեզ մոտ սոցցանցերը ազատ են։ Ինչի ինքը ասեց Պուտինին, քանի որ Պուտինու մոտ YouTube-ից սկսած Facebook-ով, բան սա փակ է։ Չէ, բայց տեղը դրեց մեր ղեկավարը ու դա շատ կարևոր է, ես միշտ ասել եմ, դուք պետք է դեմ դիմաց իրենց ասեք։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը ասեց, բայց Ղարաբաղը դուք 2020 թվին ճանաչեցինք, հիմա մեր վրա խի եք գցում, դա շատ ճիշտ էր ու դա շատ կոռեկտ արվեց, բայց ճիշտ է, հասկանում եք, եթե դուք դեմ դիմաց չեք ասում Պուտինի, ինքը մտածում է, որ քո զարգացածության մակարդակը ցածր է։ Ձեր տպավորությամբ Պուտինի համար զարմանալի էր, որ իր հետ խոսելիս վկայակոչում են ինչ-որ սահմանադրություն այն տարածքի, որը ինքը համարում է իր ազդեցության կոտին։ Եթե ինքը իմի բան ուզում էին սահմանադրություն, ինչ։ Ճիշտ եք ասում, ինքը շոկի մեջ է Պուտինը։ Շոկի մեջ ընկավ հանդիպումից հետո, նույնիսկ հանդիպման ժամանակ դեր չենք է։ Հանդիպումից հետո ընկավ շոկի մեջ, ես ապացույցներ ունեմ։ Պատկերացնում եք, ամսի 1-ին ապրիլի բանակցությունները գնում էին, սկսեցին երեկոյան մեր ժամանակով 6:30, Մոսկվայի 5:30 ժամանակով ու ուշ գիշերը ավարտեցին, ինչու բացի պատվիրակությունների բանակցություններից հետո երկար տևեց տետատետ հանդիպում Փաշինյան-Պուտին։ Ու դուք պատկերացնում գիշերը եկավ ամսի ապրիլի 2-ի առավոտ շուտ գիշերը, չէ՞։ Գիշեր։ Ուրեմն ես նույնիսկ հատուկ նայեցի։ Օվերչուկը սկսեց ինտերվյու տալ մոտավորապես գիշերվա 3-ին։ Պատկերացնում եք։ Այդքան ինքը հասկացավ, որ իրան տեղը դրեցին, որ հանձնարարեց նույն պահին, ինչը անհետեցություն է 10 գործակալությանը, որ այս Օվերչուկը տվեց ինտերվյուն, դա մոտավորապես 3-ին 4-ին էր առավոտ շուտ, էլի։ Ինչքան հրատապեր, որ գիշերը ժամը 3-ին 4-ին հարցերից։ Դուք սպասեին առավոտ 10-ին, 11-ին տային ապրիլի 2-ին, դա ինչը նորմալ է, իրանք պետք է արձագանքեին, դա նորմալ է, քանի որ Նիկոլ Փաշինյանը տեղը դրեց ամեն ինչ, սուվերենությունը պաշտպանեց Հայաստանի, Ռուսաստանը սովոր չի, Պուտինը սովոր չի, նախկինները գիտեք, որ կողմից էին մտնում, այդ բառը չեմ ուզում ասել, մեզ կանայք էլ լսում են, որ կողմից գերադասում էին մտնել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը դեմ դիմաց նորմալ մարդավարի ասեց, մենք ձեզ հետ աշխատելու ենք, բայց իմացեք, էսա մեր կարմիր գծերը։ Շատ լավ, մենք ձեզ հետ աշխատելու ենք, մեր կարմիր գծերը սա է, այդ կարմիր գծերը բնականաբար Ռուսաստանի հետ սրտով չեն։ Եվ առաջիկայում էլ ընտրություններ են, ինչ սպասել։ Ես ասեմ ձեզ, ընտրությունները հեշտ չեն անցնի, ուզում եմ կառավարությունը զգուշացնել։ Նայեք, բոլոր հարցումները ցույց են տալիս, որ իրոք քաղաքապայմանագրի առաջի տեղում են բավական մեծ տոկոսներ ունի։ Ես կառաջարկեի այնուամենայնիվ կառավարությունը չհանգստանալ եւ իշխող ուժին անընդհատ պետք է հասարակության հետ աշխատել, բացատրել տարբերությունը քաղաքականության քաղաքապայմանագրի այն պրոռուսական 3-4 ուժերի, ովքեր իրոք հավանականությունը բարձր է, որ կանցնեն ազգային ժողով։ То есть չի կարելի հանգստանալ, չի կարելի ասել, դե տեսակ նեդը անցկացրեց ամերիկյան կազմակերպությունը, հանրապետական ինստիտուտը, ում կարելի է հավատալ, անցկացրեցին Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը առաջի տեղում է մեծ տարբերությամբ։ Առաջինը դինամիկան զարգացումը փոփոխության է ենթարկում, մենք տեսնում ենք Ռուսաստանի դերը, ազդեցությունը ուժեղանում է օրեցօր եւ այլ եւ այլ։ Բացի դրանից ներսում քանդող ուժեր կան, որոնք հակապետական ուժեր են, բայց չես կարող չգրանցել մեր Հայաստանում գրանցված կուսակցություններ, Հայաստանի քաղաքացիներ ոնց կարած չգրանցել։ Իրանք միգուցե մտածում են, որ փրկում են ուղի հակառակը։ Իրանք Հայաստանը հիմա ուզում են տանել Ղարաբաղի ճանապարհով, դելեգիտիմացիա անել մեր իշխանություններին, դելեգիտիմացիա անել ընտրական արշավի ու դա շատ վտանգավոր է, դա է պատճառը, որ հասարակությունը պետք է իրոք նստի ու մտածի։ Հանգիստ մարդիկ առանց էմոցիաների պետք է մտածեն, որն է ճիշտը։ Օրինակ, ճիշտը նա է, որ փորձենք այդ խաղաղության օրակարգը ուժեղացնել, թե ճիշտը նա է, ինչ ուզում է Պուտինը։ Պուտինը ինչի բերեց քննարկմանը, առաջին նախադասությունը Ղարաբաղի հարցից էր։
Ինչի բերում է, ինքը ուզում է հետ բերի օրակարգ Ղարաբաղի հարցը, որ նորից մենք իրար տանք Ադրբեջանի հետ, որ ինքը կարողանա մանիպուլացնել, ինքը չի ուզում լուծում։ Բայց ես ինչ ուզում եմ ասել, ու հասարակությունը պետք է ընտրություն կատարի, ինքը ինչ է ուզում մեր հասարակությունը։ Կասկած չունեմ, որ ճիշտ ընտրություն կկատարեն, բայց միջև ընտրության օրը պետք է աշխատի։ Դա միջև ընտրության օրը, իսկ ընտրության օրը եւ դրանից հետո ինչ կանխատեսում ունեք, հանգիստ հանդարտ ընթացք, թե քանի որ այդքան մեծ է հետաքրքրվածությունը, կարող են նաեւ հետընտրական զարգացումներ լինել, ամենատարբեր ձևավորումներ լինել։ Շնորհակալություն հարցի համար, պատասխանը իմ ես ունեմ, ես մտածել եմ այդ հարցի մասին։ Դեր ասած լեգիտիմության հարցը տեղից շարժել։ Այո, իմ կարծիքով քաղ պայմանագիրը հաղթող դուրս կգա այս ընտրությունների ժամանակ, հավաքական կունենա 50%-ից ավել, բայց մի շարք ուժեր, բոլորի մասին չի խոսքը, բոլոր ընդդիմադիրների մասին, մի շարք ուժեր հիմա էլ նախապատրաստում են սցենար, բողոքի ակցիաներ անել, տպավորություն ստեղծել, որ խախտումներ են եղել, լարվածություն մտցնել, նույնիսկ կարող է լինել սադրանքներ, ինչ որ հրդե հրահարեն, ինչ որ բախումներ եւ այլն, ինչու, որ տպավորություն ստեղծել, որ լեգիտիմ process չի։ Լեգիտիմ։ Էսա միակ մեխանիզմը Ռուսաստանի ապակայունացման մեխանիզմը ինքը իր մարդկանց միջոցով ներքական դաշտում եղած կփորձի այս ձևի ապակայունացում։ Հատկապես որ կառավարող կուսակցության ղեկավարը վարչապետ անընդհատ կրկնում են, որ իրենց ուժը լեգիտիմությունն է։ Եվ հիմա լեգիտիմությանը հարվածը պատկերացրեք ինչ կարող է լինել։ Դու գիտեք, եթե իշխանության լեգիտիմությունը ցածր է, ապակայունացնել հեշտ է ու ազդել դրսից հեշտ է, դու այդ միջազգային պրակտիկան ցույց է տալիս։ Ուրեմն փորձ կարելի լեգիտիմության հարված հասցնել, քանի որ չեմ կարծում, որ իրանք կարողանան այդ ընդդիմադիր առանձին ընդդիմադիրները, բոլորի մասին չի խոսքը, շատ են ընդդիմադիր ուժեր, որոնք նորմալ կմասնակցեն, առանձին իրանք չեն կարողանալ կրել ու երբ որ հասկանան, որ պարտվում են, ոչ մի բան չի օգնում, ոչ փողը, ոչ Պուտինը, ոչ մի բան չի օգնում, կգնան սադրակների։ Ընդդիմադիր դաշտում, ձեր ասած, ես ասեմ պայմանական ռուսամետ դաշտում միավորումները արդեն ձևավորվում են, ուրվագծվում են, թե դեռ շարունակվելու միտում ունեն կամ գուցե ավելի մեծանան կամ գուցե նոր եւս մեկ բևեռ ձևավորվի։ Այս համատեքստում ինչ է կատարվում։ Մեկ հարցել ավելացնեմ, չմոռանաք, հա, մամուլում ուշադրություն դարձվեց այն հանգամանքի վրա, որ Հայազգային կոնգրեսը ցանկանում էր կարծես թե, հա, միավորվել, չնայած հայտարարությունների այդ մասենը, բայց չստացվեց, ինչու։ Ընդդիմադիր դաշտին չի հաջողվում։ Նայեք, ընդդիմությունը ունի շատ քիչ ժամանակ։ Ամսի ապրիլի 13-ից իրանք կուսակցությունները պետք է հայտ ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողով, ու այդ հայտերը պետք է ներկայացնել մինչև ապրիլի 23-ը։ Որ հետո գրանցվեն, մասնակցեն։ Ուրեմն ընդդիմությունը, պրոռուսական, պրոեվրոպական այդ քաղաքական ուժերը հնարավորություն ունեն միայն մինչև 23-ը, կամ դաշինքով, կամ բան հայտ ներկայացնել։ Ուրեմն քիչ ժամանակ է, իմ կարծիքով կձևավորվի այս ձևի պատկեր։ Քաղ պայմանագիրը կլինի 3 պրոռուսական ուժեր կապված Սամվել Կարապետյանի հետ, ես կարելի ասել ռուսամետ, հա, կարելի ասել պրոռուսական, ես ասում եմ ուժեր, այն դաշինքը, որը կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ եւ Գագիկ Ծառուկյանի հետ։ Այն փոքր կուսակցությունները, որոնք միավորվում են, մտնում են այդ դաշինքների, իրանք ուղղակի լրացնում են այդ դաշտը, բայց ռեալ այս 3 պրոռուսական ուժեր կլինեն ավելի փոքր հնարավորություն ունեցող մի շարք քաղաքական ուժեր, ընդդիմադիր, միգուցե կլինեն ընդգծված պրոարևմտյան, ասենք հանրապետություն կուսակցությունը, կլինեն այլ ուժեր պրոռուսական փոքր, բայց գլխավոր խաղացողները կլինեն Պարզե քաղ պայմանագիրը ու այս 3 ուժեր կապված պրոռուսական այս անհատների հետ։ Դες պրոռուսական գիծ տանող։
Այն մյուս խմորման process-ը կլինի, էլի կլինեն քաղաքական ուժեր, որոնք կմասնակցեն, հիմա դուք ասացիք հակը առանձին կմասնակցի, էլի ուժեր կան, բայց գլխավոր պայքարը կգնա մի կողմից քաղաքապայմանագիր, ու այդ 3 պրոռուսական ուժերի միջև։ Մեկ-երկու հարցով էլ անդրադառնանք նաև բացման խոսքում նշեցի Ալիևի այցը Վրաստան, հանդիպումը վարչապետի հետ եւ նաև Իվանիշվիլիի հետ։ Սա ինչի մասին էր, նաև հայտարարությունը խաղաղության մասին, որ հարավային Կովկասում արդեն խաղաղություն է։ Սա ինչ է, տարածաշրջանում կարգավորումներ, հավասարակշռություններ առանց Ռուսաստանի։ Այո, դա նաև դա է, բայց ես պետք է զգուշացնեմ, որ հիմա սկսեց բարձրանալ նորից Վրաստանի դերը։ Վրաստանի նախագահն Սլովակիայում էր ու շատ լավ իրան ընդունեցին։ Մարկո Ռուբիոն ունեցավ հեռախոսազրույց Վրաստանի վարչապետի հետ, պարոն Կոբախիձեի հետ։ Նայեք Ադրբեջանի նախագահի հետ ով հանդիպեց, Իվանիշվիլի։ Իվանիշվիլին բոլորը գիտեն ռեալ առաջնորդը Վրաստանի, բայց ֆորմալ չունեցող կարգավիճակ։ Դրանով Իվանիշվիլի ցույց տվեց ինչքան կարևոր է Ադրբեջանը իրանց համար, բացի դրանից դուք ճիշտ եք, այս հանդիպումը ցույց տվեց Ռուսաստանին, որ առանց Ռուսաստանի խաղաղություն կարող է լինել։ Նայեք բոլոր 3 պաշտոնյաները Վրաստանի հանդիպելիս Իլհամ Ալիևի հետ նշում էին, որ ողջունում են հայ-ադրբեջանական խաղաղության process-ը։ Ինչ է դա նշանակում, այո, այդ 3 երկրները շանս ունեն կառուցել ավելի անկախ պետություններ ու հարավկովկասյան տարածաշրջանային համագործակցություն։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Այսօր տեսնում ենք, որ բոլոր գործընթացները լինի դա Հայաստանում, Հայաստանի շուրջ, մեր տարածաշրջանում, թե տարածաշրջանից դուրս, բոլորը փոխկապակցված են։ Այս ամբողջ պատմությունների մեջ մեծ հզոր տերությունները սպասարկում են իրենց շահերը, իսկ փոքր պետությունների խնդիրն է չկորցնել սուբյեկտայինությունը։ Հայաստանը խնդիր ունի լինել ինքնուրույն խաղացող եւ ոչ թե խաղադաշտ։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում էի գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, լավ մնացեք, հանդիպենք։